Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր խոսելու ենք բնականաբար Հունգարիայից։ Բազմաթիվ կարծիքներ են հնչել, ես ուզում եմ համեմատականներ տանել Հայաստանում տեղի ունեցող process-ների հետ եւ ասեմ ձեզ, որ երեք գիշերը Հունգարիայում, ինչպես որ սպասվում էր, ընդդիմության առաջնորդ Պիտեր Մադիարի կուսակցությունը պատմական հաղթանակ է տոնել Վիկտոր Օրբանի 16 տարվա իշխանություն եղած կուսակցության դեմ։ Եվ ինչպես է այս ամեն ինչը տեղի ունեցել։ Ուրեմն 2 տարի առաջ Վիկտոր Օրբանի թիմակից Պիտեր Մադիարը հրաժարական է տվել եւ սկսել է կառուցել քաղաքական ընդդիմադիր արշավ։ Այս ընդդիմադիր արշավում ներգրավել է բոլոր քաղաքական դերակատարներին, ամբողջ ընդդիմությունը հանդես է եկել մեկ ճակատով եւ նա եղել է այդ ճակատի առաջնորդը։ Եվ ահա ընտրությունների արդյունքներով մի մարդու ում որ գերտերություններն աջակցում են, երկու գերտերություն աջակցում էին ակնհայտ Օրբանին, այդ մարդուն ջախջախիչ պարտության է ենթարկել։ Այսինքն իմանայինք, պարլամենտում ուրեմն եղած 199 մանդատներից 138-ը ստացել է Մադիարի կուսակցությունը։ 55 մանդատ հասել է Օրբանին, պատկերացնում եք ինչա տեղի ունեցել, ասենք նմանատիպ ջախջախիչ հաղթանակ 2-3 օր առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն այնտեղ հայտարարում էր, որ աջակցում է, եւ եկեք հետ հայկական ընդդիմադիր տիրույթ, ինչ են խոսում մարդիկ։ Նիկոլ Փաշինյանին գերտերություններն աջակցում են, բոլոր գերտերությունները, մենք ոչինչ չենք կարող անել, բան եւ բազմաթիվ հարցազրույցներում ես ասում եմ, ժողովուրդ ջան, եթե մեր ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը ունենա լավ ընդդիմադիր առաջարկ, ինտրիգ լինի ընդդիմադիր դաշտում, ժողովուրդը կգնա ընտրական տեղամասեր, մենք վանաձորում ասում ենք կարկուտի պես գնացին ընտրությանը, որ կարկուտը գալիս է, այդ արագությամբ ու այդ տեմ։ Կգնան ընտրական տեղամասեր ու կքվեարկեն այնպես, ինչպես որ իրենք ցանկանում են եւ կփոխվի իշխանությունը։ Ով ուզում է աջակցի, ով ուզում է, դա ժողովուրդն է որոշում։ Ժողովուրդը իշխանության միակ աղբյուրն է։ Պետք չի մարդկանց ինչ որ բաներ ասել, աննայունության դաշտ մտցնել, նիհիլիզմի, որ դուք չեք կարող եւ այլն, այսինքն ժողովուրդն է սա անում։ Հետո ասում են բանա, բա ոնց եղավ, ուրեմն մասնակցությունը ընտրական պատմական բարձր է եղել։ Հունգարիայում երբևէ այսքան բարձր մասնակցությամբ ընտրություն չի եղել։ Քաղաքացիները ժամերով հերթեր են կանգնել, բայց ասում մարդը ժամով հերթ է կանգնել, որ ընտրություն կատարի։ Հայաստանում նման բան երբ է եղել։ Միայն այն ժամանակ, որ փող էին բաժանել։ Փող բաժանած ժամանակ դե ստիպված մարդը հերթ է կանգնել։ Երբ ենք մենք մեր 5 տարին ստացած ընտրական իրավունքը նման ձևով օգտագործել։ Ժամերով հերթ են կանգնել, որ քվեարկեն։ Դուք նայեք տեսանյութերը կան, կիլոմետրերով հերթեր են։ Էսա ժողովուրդ ջան, էսա ընտրությունը սա է, բայց ի՞նչն է պատճառը, որ սենց է եղել։ Ոչ թե ընդդիմությունը ասում է ժողովուրդ ջան, սա կարևոր է, դուք պետք է գնաք ընտրություններին, բան, բայց դիմացի ինչ որ չկա ինտրիգային առաջարկ, էլի։ Չէ, ստեղծում է ինտրիգային առաջարկ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ընտրություններից հետո եթեր արեցի, ասացի ժողովուրդ ջան, Վրաստանի մեր գործընկերները, անձամբ խոսել եմ հետները։ Գնացին տարբեր էշելոնացված սենց տարբեր սենց էշելոններով գնացին ընտրությունների եւ ջախջախիչ պարտություն կրեցին։ Այդ փորձից ես ասում եմ Հայաստանի ընդդիմությունը պետք է դասեր քաղի։ Հայաստանում պետք է ոչ, մենք պետք է գնանք Գյումրի 2 անենք։ Ժողովուրդ ջան, սա Գյումրի 2 չատնչիլ Բուդապեշտ էր պետք անել։ Բուդապեշտ։ Հիմա դա այն ինչ որ ես առաջարկել եմ, այլևս տեղի չի ունեցել։ Բայց հունգարացիները բնականաբար դասեր են քաղել վրացական ընդդիմությունից, իրենց նախորդ փորձերում են ջախջախվել Օրբանի դեմ եւ այնպիսի մեթոդաբանությամբ են մտել ընտրապայքարի մեջ, որ ոչ թե հաղթել են ընտրությունները, սահմանադրական մեծամասնություն են ստացել ժողովուրդ ջան։ Հասկանում եք ինչա տեղի ունեցել։ Այսինքն Օրբանի ընդունած բոլոր օրենքները, սահմանադրության փոփոխությունները ինչ արել է, ամբողջությամբ կարող են ռևերս անել։ Ամբողջությամբ չեն կարող որպես ընդդիմություն անգամ դիմադրեն դրան։ Այդքան ձայն են ստացել այս մարդիկ։ Ասենք ով է Պիտեր Մադիարը։ 45 տարեկան տղա է, 81 թվին ծնված, Օրբանի կառավարությունում աշխատած, որը 2 տարի առաջ հրաժարական է տվել ու հայտարարել է, որ համաձայն չի այդ վարող քաղաքականության ու սկսել է պայքարել Օրբանի դեմ։ Մարդիկ էլ լսել են, սկսել են կոնսոլիդանալ, գործ անել։ Ոչ թե բանը Ստեղի ոնց է ամեն իր էշնա քշում ստեղ։ Հայաստանում ոնց է, ցենց ամեն մեկն իր էշը ուզում է քշի, անպայման պետք է ինքը իր էշը քշի։ Դե քշեք ձեր էշը, տենանք լա ինչ ալնելու։
Ես այս իմաստով բնականաբար ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այնպիսի ընտրական առաջարկով ենք հանդես գալու, դե պարզա արդեն չի եղել այդ կոնսոլիդացիան Հայաստանում, անիմաստ է սրա մասին խոսալ, սրա մասին ես անցյալով եմ հիմա խոսում, որովհետև Հայաստանում դա արդեն Պիտեր Մաջարի արածը Հայաստանում այլևս աննարա անել, որովհետև արդեն վсё, բոլոր ուժերը առանձին գնում են ընտրությունների։ Բայց մենք որպես կուսակցություն, որպես թիմ, մենք կանենք լավ առաջարկ, որը կտարբերվի բոլորից, եւ մենք մեր քայլերը կանենք կտեսնենք։ Հիմա այս եթերը Հունգարիայի մասին են։ Եվ մի բան են անում, Օրբանը կոնսերվատիվ է, ակնհայտ է, դիկտատոր է Օրբանը, բան Ժորժ ջան, անհնար է դիկտատորին ընտրություններով հաղթել։ Եթե Օրբանը դիկտատոր է, չի կարա պարտվի։ Օրբանը ընտրությունների պարտությունը իր ընդունել է, ձայների ամբողջ վերահաշվարկը չավարտված։ Դեռ վերահաշվարկը ընթացքի մեջ է, զանգել է Պիտեր Մաջարին, ասել է ես ընդունում եմ իմ պարտությունը, շնորհավորում եմ, մենք կլինենք ընդդիմություն, կծառայենք Հունգարիային։ Պրծավ։ Ստեղ գրում են, նայում եմ, դիկտատորին հաղթել, Ժորժ ջան, անհնար է դիկտատորին հաղթել ընտրություններով։ Հունգարիայից բան չեք հասկանում, մի խոսացեք։ Նստեք սպասեք, մինչև ես կխոսեմ կլսեք։ Ինչ եք ընկե թե բանը։ Կոնսերվատիվ լիդեր է, մարդու իրավունքների դաշտում շատ վատ է իրան պահել, մարդու իրավունքների ազատությունների եւ բայց դիկտատորին հնարավոր չի կրել ընտրություններով։ Այդ երկիրը ուրիշ երկիր է։ Եվրոմիության անդամ երկիր է, չի կարող որևէ Եվրոմիության անդամ երկիր ունենա դիկտատոր, չի կարող, ինստիտուտներ կան աշխատում են։ Եվ ընդդիմությունը ինստիտուտ է, այդ ինստիտուտը աշխատել է եւ հերացրել է այդ մարդուն։ Էս է իրավիճակը։ Հայկական իրականությունում ամեն ինչ խեղաթյուրված, խեղված, փչացած, ապականված է ներկայացնում, մարդիկ չհասկանան ինչ ա եղել այդտենց։ Այդ ձեր մոտ է դիկտատորներ։ 35 տարի Հայաստանում ընտրություններով իշխանությունը չի փոխվել։ Հունգարիայից եք խոսում դուք։ Դες հայերը դες Հունգարիայի մասին դատողություն են անում։ 35 տարի Հայաստանում ընտրություններով ուշադիր լսեք։ Սա անուշադիր են մարդիկ, չեն խորարում էլ որ այդպես բան չի հեղափոխությունը 18 թվականին եղել է։ Ընտրություններով չի իշխանությունը փոխվել։ Հայաստանում պնդում եմ, ընտրություններով իշխանությունը չի փոխվել։ Երբեք չի փոխվել։ Այդ ուրիշին եք դիկտատոր ասում։ Ուրիշ տեղեր եք դիկտատորին ման գալիս։ Տեղեր մանեք եք, ստեղ մանեք եք։ 35 տարեկան պետությունում ընտրություններով իշխանությունը չի փոխվել, որ մեկը պարտվի ասի, ես ներողություն եմ խնդրում, պարտվել եմ, շնորհակալ եմ, հաջողություն, շնորհավորում եմ, բան ու գնա։ Չի եղել sense բան այս երկրում։ Թե բանը ընտրություններով դիկտատորին հաղթում են։ Ընտրություններով աշխարհում ոչ մի կետում աշխարհի ոչ մի կետում ընտրություններով հնարավոր չի դիկտատորին հաղթել։ Եթե խոսում ենք դիկտատորի եւ ընտրությունների մասին։ Էսա իրավիճակը, եւ ովքեր որ հետաքրքրված են թե ինչ ա եղել Հունգարիայում եւ Հայաստանում ինչ կարող լիներ որ արդեն չի եղել եւ հետեւաբար մենք նոր առաջարկ ենք մշակել, նոր առաջարկով ենք հանդես գալու, հետևեք մեզ, տեսեք ակնհայտ փորձված բան Վրաստանի ընտրություններից հետո ես խնդրելու եմ իմ YouTube-ով զբաղվող մեր ադմինիստրատորին կապի այս նյութին Վրաստանի վերաբերյալ իմ արած եթերը, որ Վրաստանի դուսրի հաջորդ օրը մտա լայվ ասի Ժորժ ջան, հարգարժան ընդդիմադիրներ, բոլորիդ հարգում սիրում ենք, կամ չենք հարգում, չենք սիրում, դա կապ չունի, բայց եթե ուզում ենք հաղթենք, ճանապարհ եմ ցույց տալիս, sense պետք է անենք ու անցելա մի տարի ինչ են խոսացել, ինչ են արել, ինչ ա եղել, ինչ են արել։ Իսկ մտածում են ընտրողին անընդհատ նույն բանը առաջարկեն ու ունենան այլ արդյունք, հա։ Ընտրողին եթե դու միշտ նույն բանն ես առաջարկում, դու ունես նույն արդյունքը, նույն ուրիշ չես կարող ուրիշ արդյունք ունենաս։ Ընտրողը բանը ձեր կոչերով չի որոշում որ գնա ընտրական տեղամաս, ընտրի հերթ կանգնի մի ժամ։ Ինտրիգային առաջարկով ա գնում ընտրական տեղամաս, ոչ թե ինչ որ շատ կարևոր է ընտրող, դուք հասկանում եք բան, տենց ով ա որոշում որ գնա ընտրության։ Ինչ որ մեկին նայելով տենց բան։ Առաջարկ, պրոդուկտ պետք է լիներ։ Այդ պրոդուկտի մասին է մի տարի խոսում։ Թե բա Գյումրի երկուս ենք էս անելու։ Այսքանն է այսօր ուզում սիրելի հայրենակիցներ ձեզ ներկայացնել, իրազեկում եմ որ շաբաթվա վերջ մեր համագումարն է, մնացած հարցերով այնտեղ կխոսենք բնականաբար, ծանրաբեռնված աշխատում ենք եւ այո, պնդում եմ, որ մենք կներկայացնենք առաջարկ, որը կփոխի այս անիմաստ, անհասկանալի եւ բացարձակ զրո ինտրիգով իրավիճակը։ Փոխելու ենք, հաղթելու ենք, հասնելու ենք լավ արդյունքների եւ Հայաստանը հանգիստ ապրելու է, նորմալ կյանք է ունենալու այս երկիրը։ Խնդրում եմ տարածել, կոմենտներում գրել ձեր կարծիքները եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։